Առայժմ տվել է հնարավորություններ, ինչքան Հայաստանը կօգտագործի, կախված է լինելու քաղաքական պատրաստակամությունից եւ ինչ-որ չափով նաեւ ռիսկից, թե Հայաստանը արդյոք այդ հնարավորությունները ամբողջովին փաթեթով կօգտագործի։ Եվրոմիության կողմից ոնց որ թե կա պատրաստակամություն, մեր կողմից կա պատրաստակամություն, մնացածը մնում է, որ կյանքի կոչենք։ Պատկերացնենք, մեկ ամսվա մեջ բանակցողները կգան, քանի որ արդեն կա որոշումը մանդատը տրամադրելու, հաշվի առնելով Եվրոմիությունը ինչպես բյուրոկրատական մեքենա, պատկերացնենք մեկ ամիս ձգվում է այդ բանակցողների թմի ձևավորումը եւ ուղարկումը Հայաստան, բնական է նրանից հետո լինելու է մեկ հանդիպում այստեղ, մեկ հանդիպում Բրյուսելում, շատ ժամանակ կօգտագործվի նաեւ վիդեոկոնֆերանսի հնարավորությունները, բայց մենք ունենք արդեն բանակցված մի ամբողջ փաստաթուղթ։ Եթե լինենք ավելի պրագմատիկ, ավելի կոնկրետ եւ ավելի մեծ ցանկությամբ, ապա հնարավոր է ընդամենը 1-2 ամսվա ընթացքում այդ բանակցված պայմանագրից հանել այն կետերը, որոնք ունեն սահմանափակումներ, առնվազն քաղաքական բարեդրություն, ոնց որ թե որևէ խնդիր չկա, ամբողջովին կարելի է ընդունել, քանի որ նաեւ չմոռանանք սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի պետական այրերը մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են քաղաքական բաղադրիչը ստորագրել, հաստորեն այդտեղ մեծ խնդիր բանակցելու նորից չկա, տնտեսական բաղադրիչն է, ոնց որ թե անկալելի է բոլորի համար, թե ինչերը պետք է այնտեղից դուրս հանվեն, չմոռանանք, որ մարտ ամսին Եվրոմիությունը Ղազախստանի հետ մեծ փաթեթ է տնտեսական համագործակցության ստորագրել, այնպես որ Ղազախստանը մեզանից էլ ավելի շուտ է եղել Եվրասիական տնտեսական միության անդամ, իրենք շատ լավ պատկերացնում են, թե ինչ դաշտերում հնարավոր է համագործակցել։ Եթե իսկապես այդ քաղաքական կամքը այնտեղ է եւ պատրաստակամությունը այնտեղ է, ապա կարելի է ընդամենը 1-2 ամսվա մեջ ավարտել այդ ամեն ինչը, իսկ հետո արդեն, չգիտեմ, նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ միգուցե շատ սիրուն արարողություն կազմակերպել ստորագրման ինչպես պլան։ Այնպես որ տվել է հնարավորություններ, մնում է կյանքի կոչենք։ Ինչ չի թվում, թե որևէ խնդիր այսօրվա դրությամբ պետք է դիտարկենք այդ անկյունից, քանի որ եւ Հայաստանը եւ Եվրոմիությունը իրենց դասերը սեպտեմբերի 3-ից հետո քաղել են, որթեգրվել է Եվրոմիության կողմից ճկուն քաղաքականություն, Հայաստանն է ոնց որ թե գիտակցում է եւ պատրաստ է նորից, ինչպես ասացի, քայլ առ քայլ դեպի եվրոպական ինտեգրում առնվազն իր ուղղությունը շարունակելու, չմոռանանք նաև, որ ոնց որ թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ, Լավրովը ասաց, որ իրենք դեմ չեն ԵՏՄ երկրների բազմավեկտոր քաղաքականությունը։ Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը միշտ օգտագործում է այդ բառակապակցությունը բազմավեկտոր, ապա երևի այստեղ ամեն ինչ պայմանավորված է եւ այնտեղ խնդիրներ պետք է չլինեն, ուղղակի պետք է կյանքի կոչել։ Ռուսաստանի դիրքորոշումը ինչպիսին է գնում։ Ռուսաստանը իր սեփական շահերով առաջնորդվելու, բայց այստեղ պետք է ասենք, որ իսկ Հայաստանը պետք է իր շահերով առաջնորդվի եւ ինչ-որ չափով տարբերություն չի անում, թե ով ինչ է մտածելու, գլխավորը մենք ինչ ենք մտածում եւ ինչ հնարավորություններ ունենք կյանքի կոչելու եւ իրականացնելու։ Ռուսաստանը ամեն օր կարող է ինչ-որ տեսակետ փոխի, մենք չենք պատրաստվում ամեն օր այդ տեսակետը փոխվելով ամեն ինչ սահմանափակել մեր հնարավորությունները զարգացման, Մենք պետք է մեր ուղղությունը շարունակենք եւ նորից եմ ասում, սեպտեմբերի 3-ը ինչքան էլ ցավալի է եղել, ինչքան էլ անցանկալի է եղել, ինչքան էլ միգուցե սխալ է եղել, բայց դրա հետ միասին ինքը իրանից մեծ դաս է ներկայացնում եւ ես հույսով եմ, որ այդ դասերը քաղել են։ Եթե ոչ, ապա ունենալու ենք նմանատիպ սեպտեմբերի 3-ներ կրկնվող, բայց դրա մեղավորը լինելու ենք միայն եւ միայն մենք, ոչ թե որևէ մեկը։